ուրեմն գանք մի հատ իշխանական քարոզչական մի հատ թեզին, քան որ խոսում ենք հարմարավետությունից, հա, ուրեմն ինչ են անում, այս փնթիները ու կրեատիվի պակաս մշտապես ունեցող իրական քարոզչական արժեքավոր նույնիսկ բան, հա, ապատեղեկատվական բան ստեղծելու հնարավորություն չունեցողները ինչ են անում։ Սովորական պրակտիկա է նրանց մոտ դարձել, ինչ որ Տարոն Չախոյանի հետ աֆիլացված fake կայքեր կա, Media News AM, Եսիմինչ Զրթուզիբիլ AM եւ այլն, սրանք չունեն որևէ հեղինակություն եւ չունեն հեղինակության հետ առնչվող ինչ որ խնդիրներ, իրանք գրում են ինչ ուզում են, ինչ ուզես գրում են, հա, չկա տենց բան, պատասխանատվությունը չունեն։ Հա, չունեն դրա համար, բայց ինչ են տենց անում, որտեվ իրանց մոտ կլասիֆիկացիա կա լրիվ Ժեխ News, որոնք ինչ ուզես կարան գրեն, կան մի քիչ ավելի բարձրակարգ իրանց այդ ներքին հիերարխիայի մեջ, որոնք չեն կարող իրանց դա թույլ տան, բայց իրենք կարան թույլ տան արտատպել այդ նյութերը։ Ու ինչ են սրանք անում, այդ Ժեխը, այդ Զիբիլը գրում է ինչ որ մի բան, սրանք հղում անելով նրա, ոնց մենք չենք էս ասում, մի հատ սայթ կա, գրել է։ Օրինակ ես այսօր տենց եմ ծանոթացել այդ նյութի հետ։ Մենք ունենք նաև էքսկլյուզիվ ինֆորմացիա շատ գաղտնի։ Այո։ Հիմա ինչ արի այսօր Արարատ News-ը։ Իրանց տենց թոփ լրատվականներից մեկը, հա, գրզոյին պատկանող։ Գրել է, որ ուրեմն Սամվել Կարապետյանը գումար է բաժանում իր այս ուրեմն միջոցառումներին, հա, քաղաքական նկատմամբ մասնակցելու համար։ Ու ասում եմ, մեր այդ մեդիան է, Զիբիլն է գրում, սրանքի արտատպում են, հա, գրում եմ, մեզ մոտ է հայտնվել բացառիկ նամակագրություն, որտեղից երևում է, որ այդ մարդիկ վճարվում են։ Ու հրապարակել այդ նամակագրությունը, հիմա խնդրում եմ ցույց տալ այդ նամակագրությունը, տեսեք։ Ախպեր, բան չեմ ասում, էս լավ չեմ տենում, որտեղ բան չես անում, գալու ես մի քանի ժամ դատարանի դեմը կայնես, կարող է մի երկու հատ ճվաս, վերջում 40,000-ը դնես ջեբդ։ 40,000, խորացեք հələ։ 40,000։ Ինի գրել է մարդը 40,000, ասում է, հա, ախպեր։ Յանի 40,000 քիչ փող է, հատուկ էլ մի քիչ տենց տարածքներով են գրել, տանը Հավայի լրվելու տեղը, արի կայնի, փողը վերցրա, գնա, էլ ասենք վերցրա, ով է գրում, որ ասենք սրանց մակարդակ է էլի։ Նենց էլ չի Հավայի ես գալիս, ազգի բարերար տղայա, բարեր։ Մի խոսքով պատկերացրեցիք էլի սրանց փնթիության աստիճանը։ Իբր կա մի հատ ասենց մարդ, որը հələ դուք պատկերացրեք, էլի այսինքն մի հատ հանի սրան, այս Զիբիլը հանի, աստղ չո։ Նայեք ինչ ա ուրեմն։ Եկեք պատկերացնենք լեգենդի ինչու՞մ է։ Այսինքն կա մեկը, որը վերցնես բառը գրում է վերցնես, հա, վերցրա, որը հասկանում եք, հա, սա ասենք ակնհայտորեն 4-րդ դասարան չի ավարտել այս մարդը, որը զբաղվում է այս նամակագրությամբ, իրան վստահվել է գործառույթ, խախտելով կոպիտ կերպով օրենքը, բաժանել գումար, մարդը 40,000, այս հեղինակը 40,000 ունենար, դպրոց կգնար ժամանակին, հա, որպիսի մարդը 40,000, sense թիվ ասենք Ֆինլանդիայում երևի sense թիվ չկա, որպիսի ուրեմն այդ մարդիկ Ֆինլանդիայում բայց խիպտիցույցի համար փող ֆրարա։ Դե հիմա եթե լինի էլի տենց բան, ասենք այդ ֆին օլիգարխի դատեն։ Այդքանում ենք սպիտակ արչերի դեմ։ Հա, ու ասենք ջոգիր, ասենք ասեն համել հավայ չես գալի, ապե մեր արչերն են։ Հասկանում ես։ Լավ, մի խոսքով պատկերացրեք, էլի ծայրահեղ անգրագետ, իդեպ ես ոնց հասկանում եմ նաև հատուկ են, որտեվ sense դիտավորյալ է այս անգրագիտությունը արված, որտեվ ես չեմ պատկերացնում։ Լավ, կան սխալներ, որոնք էլի 4 դասարան չավարտածը կարանի, բայց վերցերա ես չեմ պատկերացնում մեկը տենց գրի։ Բայց ինչև էլ, ենթադրենք, հա, լեգենդը ինչա ասում, հա, գրզոյի լեգենդա այսպես ասած, ասում է, որ կա մարդ, որը չի ավարտել 4-րդ դասարան ըստ իր գրագիտության, բայց իրան Սամվել Կարապետյանը կամ իրանց թիմը վստահել է գործառույթ, որպեսզի ինքը 40,000-ներ բաժանի տարբեր մարդկանց, որպեսզի գան այսպես ցենտր պայմաններում այդտեղ կանգնեն, հələ պատկերացրեք, արա։ Այն վաղ ասում էին ընդդիմությունը 5,000 է բաժանում, ոչ կերակրում են, ոչ պակություն են ապահովում, հա, այստեղ էլ յանի տես։ Հիմա տեսեք, ու ապացույցի մակարդակը հիմա խնդրում եմ մի պահել այդ նամակը, բերել որ որակը տենան, էլի, ուղղակի սկրինշոթ է մի հատ, հեղինակ ինչ-որ նամակագրություն ախպեր, որտեղ արվել է ինչ-որ մեսենջերով, հավանաբար Facebook-ով կամ ինչ-որ տես միտեղ, հա, իրանք դե Facebook-ով, հա, երբ որ պիտի, ասենք, 3-4 տարի քրեական պատասխանատվություն կրող բան անես, Facebook-ի մեսենջերով ես անում, էլի, սովորական պրակտիկա է դա, ասենք, ուրիշ որտեղ անես, ասենք։ Հիմա սա դանել ես կարա վերցնի գդիմի ոստիկանություն։ Ահա, հիմա տեսեք, ուրեմն մենք էլ ունենք տենց բան, մեզ մոտել է, հա, արկա է, տենց նամակագրություն։ Իդեպ իրոք բացառիկ է այդ նամակագրությունը։ Բացառիկ է, որևէ այլ չկա, սա էքսկլյուզիվ է ուրեմն, ասեմ ձեզ, սա էքսկլյուզիվ է։ Խնդրում եմ հիմա հրապարակել։ Բացառիկ բան ունենք, խնդրում եմ այդ հրապարակել։ Ահա։
Տեսեք ուրեմն ինչ են ասում ժողովուրդ, տեսեք ինչ են ասում, ասում են, որ ախպերս հիմա եթե չգնամ Կարապետյանի դատի 5000 դրամ կփոխանցեք քարտից վրա, հա ախպերս քարտի թվերը ուղարկի վաղը կփոխանցեն։ Եղավ ախպեր ջան, դե ես մամաս ախպերս ու տատս չենք գնում։ Եղավ ախպերս 20000 անում, վաղը կստանաս։ Կարող է անգեր բանել ունենաս, որ չի գնալու։ Հա, նայեմ ասեմ, բրատ ջան։ Всё, брат, քո ձևերով։ Ահա։ Այս խոսակցությունն էլ է։ Հələ տեսեք, փաստորեն ինչա կատարվում, նայեք հələ սրա մակարդ, այսինքն Սամվել իշխանությունները Սամվել Կարապետյանի միտինգին չգնալու համար մարդը 5000 փող են տալի։ Սի կատեսի գժվելու բան։ Գրզեսի վեկալ։ Վեկալեք էս էլ դրեք։ Մենք իրականում կարանք բացահայտենք, նաև մենք հավելյալ կերեն այդ խոսակցությունը, այո, այդ խոսակցությունը որտեղից է եկել։ Մի հատ նայեք։ Ու տեսեք թե ինչ հետաքրքիր ձևով է եկել։ Հոպ։ Էնով արա։ Ես եմ արա։ Վազգեն Սաղաթելյան։ Էսի բայց ում եմ գրում։ Բայց ում է, տեսում ես փողոզ է, ի՞նչ փողոզ է։ Արա։ Արա դու ես։ Ամի ինչ չեք տալու այդ փողերը ախպեր։ Չէ, 20000 ախպեր։ Հա, ախպերս, դա Արա բայց իրոք չես գնացել, չէ։ Հենաստե նստած եմ ախպերս։ Հատուկ էլ ասի, եթերը կնայեք, որ չեմ գնացի, ախպերս փողերը փոխանցեք։ Всё, վա 20000 կստանաս։ Արա դուք ես ինչ էժան եք արա։ Այսինքն այս նույն խոսակցությունը մենք քեզ խենք այս դեմոնստրացիան արել, որ դուք պատկերացնեք, թե ինչքան չմոյ են սրանք, մակարդակը չմոյության, որ ինչ այսինքն կարող է այս խոսակցությունը գնացել է ախպերս Տարոն Ջախոյանի եւ Արայիկ Հարությունյանի միջև, համաձայն չես։ Հնարավոր չի որ տենց եղածը լինի ապա։ Կարա, անշուշտ կարա տենց լինի։ Այսինքն էս է սրանց մակարդակը, նույն ձև, սենց բան էին սարքել Արա Սաղաթելյանի վրա։ Էլի փնտի բաներ, իբր բաներ, ինչ էր ասա։ Իբր։ Արա ինչ էր այդ ֆեյքի անունը։ Գագիկ Գագիկ Սողոմոնյանը Արիկնա Սաղաթելյան ինքը քշում է ինչ որ հրահանգներ է ուղարկում հայերենով, ասում է էս դրեք, այն դրեք։ Դրանից հետո էլ ինչ որ մեկը, եթե չեմ սխալվում, Վազգեններ դրել։ Ու էր չէ դրել։ Հա, ես նույնը սարքել էի շատ ավելի որակով։ Նույնից որ ասենք հələ նայեք, արա դուք էս եք ձեր մակարդակը, այսքանն է։ Դուք ունեք մի հատ դնո, որ ամեն անգամ ավելի եք ապացուցում այդ դնոյի խորությունը։ Երբ որ մարդիկ բան ունենք ինչ որ։ Նեգե չէ, հենց ճիշտ նայ չէ, մեր լսարանը խորի ինտեգրված է կոնտենտի մեջ։ Նայ միանգամից մի քանի բան հուշում են ու տրամաբանական եմ։ Նախ ասում են, որ փորձել են հավանաբար ռուսական կրթության տեր մարդու տպավորություն ստեղծել, հա, այսինքն տենց որ յանի ցենցեից չի տարբերում բան կարա լինի, ու նաև տեսեն, որ իդեպ մեզ հուշում է, որ ինքը մեր առաջին պատրոններից է, պատրոն համակարգում ուղղակի այսօր վճարային միջոցն է փոխել, ուրեմն ասում է տենց խոսողները միանշանակ հայատար չեն գրում, շատ ճիշտ նկատառում, հա, այսինքն եթե մարդը ասենց է տիրապետում հայերեն լեզվին, որովհետև ըստ կրզոական լեգենդի, կրզոական լրատվական այդ լեգենդի ինքը ռուսական տենց, հա, կրեմլիական գործակալ է կամ այդ շրջանակներից ինքը լատինատար կգրեր կամ կիրիլիցայով, գիտենք, չէ՞ որ լիքը կիրիլիցայով կա։ Մի հատ տատիկա ինձ համատնումա գրում է Վազգենես ինչ է ապուշ։ Այդտեղ սա լատ բան, կիրիլիցա։ Վազգենես ինչ է ապուշ։ Այդտեղս մի հատ տատի ունա։ Պուտին ձերտեր Պուտին, հա, մի խոսքով շատ ճիշտ է այդ նկատառումները, ընկերներ, շատ շնորհակալություն։ Մի խոսքով փնթի լեգենդ, իրանց պես փնթի, որ իրանք ապուշ քարոշչական բաներով օգտագործում են, հա։ Բայց անի խոսանք Սամվել Կարապետյանի գործից, հա, իրականում։ Դավայ